Համեցիկ։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, ուղղակի ուզում եմ մեր գործընկերներին եւ հանրությանը տեղյակ պահել, որ տարիքային համանման շեմ գործում է նաեւ քրեակատարողական ծառայողների համար ու արդեն իսկ ունենք նախագիծ, որով որ այդ շեմը վերացնում ենք եւ շուտով կներկայացնենք կառավարության քննարկմանը, այսինքն քրեակատարողական ծառայությունը եւս ազատականացնում ենք այն առումով, որ մեր քաղաքացիները անկախ տարիքից կարողանան դիմել եւ համալրել ծառայողների շարքերը։ Հիմա որ այդքան ասացիք, ուրեմն ավելի բաց եմ թեման։ 65 տարեկան մարդը կարա դիմի եւ ընդունվի աշխատանքի։ Պարոն վարչապետ, 65 տարին լրացած մարդը արդեն կենսաթոշակի տարիքի շղթայի մեջ է անցնում, այսինքն պիտի դրանից հետո անցնի կենսաթոշակի։ Բա մենք ռազմավարության մեջ ժողովրդագրության նաեւ ընդունել ենք, որ մենք ուզում ենք, որ նաեւ թոշակառուները ակտիվ աշխատանքի շուկայի մեջ ներգրավենք։ Չէ, հիմա այստեղ որոշակի առանձնահատկություններով է, բայց էլի ասենք օրինակ տեսական հնարավորություն չկա, որ 65 տարեկան մարդը եւ ֆիզիկական եւ մնացած տվյալներով կարա համապատասխանի։ Պարոն վարչապետ, վերին շեմի մասով եւս այս պայդրությամբ քննարկում ենք, ընդ որում գործող կառուցակարգերով, եթե գերատեսչության ղեկավարը հաշվի առնելով տվյալ անձի կարողությունները, կարող է որոշում կայացնել 1 կամ 2 տարով երկարաձգելու ծառայությունը տվյալ անձի, եթե նույնիսկ սահմանային տարիքը որպես այդպեսին լրացել է, բայց կարծում եմ այս մասով եւս արդեն հաշվի առնելով առանձնահատկությունները կարող ենք լուծումներ նախատեսել, որովհետեւ կարող են լինել այնպիսի ոլորտային ուղղություններ նույն ոստիկանությունում, որտեղ որ տարիքային այդ հատվածը եւս որևէ ինչ որ արտարոց նշանակություն ունենալ չի կարող։ Չէ, գիտեք ես ինչ նկատում եմ, մեստեղ խնդրեմը այն է, թե մենք ինչքանով ենք կարողանում անձի ֆունկցիոնալությունը օբյեկտիվ գնահատենք։ Եթե անձի ֆունկցիոնալությունը մենք կարողանում ենք օբյեկտիվ գնահատենք, օբյեկտիվ համակարգ ունենք, ընդհանրապես տարիքային շեմ դնելը մի քիչ տրամաբանական չի, որովհետև մարդը այդ ֆունկցիոնալությունը կարա կորցնի 57 տարեկանում, 38, 43, 65, 67, չեմ ուզում ավելի բարձր տարիք ասեմ։ Եվ այստեղ էլ է, մենք ժողովրդագրության ռազմավարության մեջ ասում ենք, մեր ժողովրդագրական վիճակը հաշվի առնելով, մենք պետք է բան անենք, մարդկանց ներգրավենք։ Հետո գալիս ենք ասում ենք համայնքային ոստիկանությունում այսքան թափուր տեղ ունենք, այնտեղ այնքան թափուր տեղ ունենք, այնտեղ այնքան թափուր տեղ ունենք, եւ մենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում տենց նախագիծ ենք քննարկում, որ եթե թոշակառուները, այսինքն մեխանիզմներ կան, որ թոշակի տարիքի գտնվող մարդկանց անձանց ներգրավելով մենք փորձենք համակարգերը այնպես կառուցել, որպեսզի թոշակի հետաձգման մեխանիզմներ դնենք եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն մենք ճկուն պետք է առնենք, եթե ճկուն չլինենք, անընդհատ գալիս ենք նույն բաների մեջ։ Այստեղ իմ հարցը էլի, տեսեք, հիմա ես մտածում եմ, բայց ես համարձակությունից չի հերիքում, ասեմ, եկեք վերջ տենց անենք, որովհետեւ ես էլի հարց եմ, մենք անձի ֆունկցիոնալությունը կարողանալու ենք օբյեկտիվ գնահատենք եւ արդյոք չի ստացվելու, որ էդ էլ է խնդրեմ, որ մենք պոտենցիալ ունեցող թոշակ տարիքով ֆունկցիոնալություն ունեցող մարդուն չգնահատենք, չներգրավենք, բայց ուրիշ ռիսկ էլ կա, որ ֆունկցիոնալություն չունեցող մարդուն անընդհատ պահենք եւ դրա արդյունքում մեր ծառայությունների մեջ ճեղքեր առաջանան։ Այսինքն համենա ու ես առաջարկում եմ մենք այս թեմայի մասին էլի երկար մտածենք, հասկանանք, բայց իրոք դա ըտեղից բխում է։ Հիմա պարոն Մկրտչյանին հնարավորություն տանք, որովհետև ժողովրդագրության ռազմավարության հետ ես հիշում եմ, սա կարմիր թելով այս միտքը անցնում էր, որ մենք պետքա այդ պոտենցիալը օգտագործելու մեխանիզմներ ներդնենք։ Մեծարգո վարչապետ, ճիշտ եք, ժողովրդագրության հիմնասյուներից մեկը հենց ակտիվ ծերության ծրագրեր իրականացնելն է, որովհետև հաշվի առնելով մեր բնակչության կառուցվածքը եւ առաջիկայում Մեղություն այս մեր քննարկման համատեքստում ծերություն բառը ոնց որ սխալ են կարևոր տեղ դրել են։ Մենք ավակ սերունդ ենք օգտագործում, բայց իբրև ակտիվ ծերության ապահովման տրամաբանությամբ, բայց ասեմ, որ նույն ժողովրդագրության ռազմավարությունից բխելով մենք մինչև ժողովրդագրության ռազմավարության հաստատումը մենք աշխատանքային օրենսգրքում փոփոխություն իրականացրեցինք մասնավորի համար եւ ասացինք, որ կենսաթոշակային տարիքի հիմքով այլևս իրավունք չունի գործատուն մարդուն աշխատանքից ազատել։ Աշխատանքային պայմանագրով, եթե նույն 65+-ի 65+ տարիքի գտնվող մեր հայրենակիցները իրենք իրենց աշխատանքային պարտականությունները կարողանում են հավուր պատշաճ իրականացնել
եւ գործատուն դա գնահատում է, այսինքն ֆունկցիոնալությունը, ապա ինքը չի կարող ուղղակի տարիքի հիմքով աշխատանքից ազատել։ Նաև մենք ունեցել ենք քննարկում, ունենք նաև հանձնարարական ուսումնասիրելու, նաև քաղաքծառայության ոլորտում նմանատիպ կարգավորում առաջարկելու, արդեն մենք ունենք որոշակի նախագիծ, դա առաջիկայում կքննարկենք գործընկերների հետ։ Բայց իսկապես այդ այն ժամանակ էլի տենց կարող է էլի մտածել եմ, բայց չեմ բարձրաձայնել դրա մասին, որովհետև ակտիվ ծերացում այդ արտահայտությունը հիմա կոնկրետ մեր այս քննարկման մեջ չի տեղավորվում։ Գուցե իմաստ ունի այդ բառը փոխարինել ուրիշ բառով, այլ տերմին մտածել դրա համար, որովհետև հենց ծերություն արտահայտությունը ոնց որ sense գալիս բախվում է քիչ առաջ մեր որովհետև ծերությունը աշխատելու մասին չի, հանգստանալու մասին է եւ այդ տրամաբանությունը կա, բայց առաջարկում եմ մտածենք այս մասին եւ եկեք բանի հասակ ճիշտ եմ, բոյ հասակ ճիշտ եմ ասում, հա, հասակի այդ սահմանափակումն էլ հանենք, որովհետեւ իսկապես մարդու բան է, մարդը չաղը ոնց է վնասազերծելու։ Հա? Ոնց է վազելու բանի հանցագործի հետևից։ Ոնց է թող մեկը բացատրի, ես ուղղակի չեմ ուզում էլի բան անեմ, մեկ ասենք տենց հիմա բոլոր փաստաթղթերով կա, որ իրանք բանի ֆիզիկական պատրաստության բաները անցել են, հա եկեք հիմա բոլորով վեր կենանք գնանք զինված ուժեր, գնանք ոստիկանություն, գնանք քրեակատարողական ծառայություն, էլ որտեղ կա, գնանք տենանք քանի տոկոսի մասին թղթի գրածն է համապատասխանում իրականությանը։ Եվ խնդիրը դա եւ բանը բոյով ըլնել դեռ չի նշանակում, որ բան ըլնել, այդքան ճարպկություն ունենալ, որ բան անել։ Այդ ամեն ինչը իրականացնել, ել չեմ ասում, որ մարդը բնական այդ իր բոյն է։ Հիմա այդ է։ Նկատի ունեմ, երբ որ մենք իրան ասում ենք հասակը չի համապատասխանում, այդտեղ body shaming-ի էլեմենտ կա, բայց երբ որ ասում ենք, գիտեք, ինձ զինվորական ծառայության մեջ եք պետքա քաշի ստանդարտի մեջ լինեք եւ ֆիզիկական պատրաստության ստանդարտի մեջ լինեք, այդտեղ body shaming-ի ոչ մի բան չկա, ոչ մի էլեմենտ չկա։ Մեր պահանջն է, հիմա ուզում եք շատ լավ չեք ուզում, ոչ մեկ չի ասում, ուրեմն գնացեք ուրիշ կյանքով ապրեք, որը ձեզ ավելի հարմար է։ Սրա մասին է խոսքը։ Համեցեք։ Պարոն վարչապետ, լիովին կիսելով ձեր մտքերը մի քանի դիտարկում եմ ուզում անել։ Ընդհանուր առմամբ մենք համապատասխան տարիքային խմբի անձանց մասով պիտի նաև նկատի ունենանք, որ մեր ընթացակարգերը անպայման չի, որ հանգեն միայն իրավապահ համակարգում տվյալ տարիքի անձանց աշխատանքի ներգրավմանը։ Սա առաջինը, երկրորդը այն է, որ նկատի ունեմ, որ մեր կառուցակարգերը կարող են թույլատրել կենսաթոշակային տարիքը լրացած անձին շարունակելու աշխատանքը, բայց պարտադիր չի, որ դա լինի անպայմանորեն բոլոր ծառայությունների համար բնութագրական բան, որովհետև նույն երբ որ խոսում ենք նաև հասակի, քաշի մասով որպես առերևույթ խտրական դրսևորում, իրավապահ համակարգի եւ հատուկ ծառայությունների դեպքում թույլատրելիության սահման կա որպես այդպեսին հաշվի առնելով ծառայության առանձնահատկությունները, հասակին, քաշին կամ ծառայության ընդունելության կարգին որոշ առանձնահատկություններ որպես այդպեսին վերապահել, բայց լրիվ համաձայն եմ, որ մենք մուտքի պահանջը պահպանում ենք, բայց հետագայում երբ որ ծառայության մասին ենք խոսում ընթացքի, այդ պահանջները այսպես թե այնպես սկսում ենք փոփոխել կամ հարմարեցնել նրան, ինչին որ ուզում ենք։ Ասեմ, որ այս պայծրությամբ մեր կրթական խողովակում դիտարկում ենք ֆիզիկական պատրաստականությունը որպես կրթության պարտադիր բաղադրիչ, որովհետև եթե տարեկան վերապատրաստման բաղադրիչներից մեկը նաև ֆիզիկական պատրաստականության վրա աշխատանքը չի կոնկրետ ծառայողի լինելու, թողնել իր, այսպես ասեմ, հայեցողության այս process-ը կանոնակարգելու, կարծում եմ, այդքան էլ ճիշտ մոտեցում լինել չի կարող, որովհետև մենք ամեն դեպքում յուրաքանչյուր ծառայությանը բնորոշ որոշակի ֆիզիկական պատրաստականության առանձնահատկություններ ունենք, եւ ըստ այդմ մեր կրթահամալիրն է, որ պիտի կարողանա այս process-ը կարգավորի։ Վերջին ամիսներին մենք նաև փոխել ենք օրենսդրական այս կարգավորումը եւս, որ 3 տարին մեկ
անգամ վերապատրաստման փոխարեն պիտի տարեկան պարտադիր վերապատրաստում անցնենք եւ այս պահեդրությամբ հենց մոդուլի մշակումն ենք իրականացնում, որպեսզի թե ֆիզիկական մասով եւ թե նաեւ բովանդակային բուն աշխատանքի մասով հասկանանք ինչպես ենք նաեւ գրավիչ դարձում տարեկան վերապատրաստումը կոնկրետ մեր ծառայողի համար, որովհետեւ տարիներ շարունակ այս վերապատրաստումները դիտարկվել են որպես բեռ աշխատանքից կտրվելու ինչ որ մի process, որը սակայն ճիշտ հակառակ մոտեցումը պիտի ունենա։ Դե որ այսքան խոսեցինք, նաև այդ թեմայի հետ կապված, նույն բարեկային ոստիկանությունը, երբ որ ձևավորվում էր, բարձր բոլորը շատ բավականին տենց ինտենսիվ պարապմունքներ էին անցնում եւ այլն։ Հիմա բարեկային ոստիկանությունը ամբողջությամբ արդեն 2 տարուց ավել է, 3 տարուց ավել է կա, եւ ես չեմ ուզում թաքցնեմ, ժամանակ առ ժամանակ ներքին գործերի նախարարին ասում եմ, որ ես որոշակի անհանգստություն ունեմ, որովհետև արդեն տեսնում եմ, որ այդ մարզավիճակից արդեն դուրս ենք գալիս եւ դա խնդրեմ է։ Եվ հիմա ձեր ասած վերապատրաստումն էլ շատ կարևոր է, թե իր իրականացման որակը, որովհետև հիմա էլ որ մենք նայենք, բոլոր ծառայություններում այդ բաները կան։ Ֆիզիկական պատրաստության ստուգումներ, կրակայինի ստուգումներ եւ այլն, հարցը այն է, իրականությունը ինչ է, իրականությունը, որովհետեւ այդ խնդրեմը կա։ Պարոն Սարգսյան, ես ճիշտ եմ հիշում, որ մենք բանակում էլ պայմանագրային զինծառայության անցնելու տարիքի էլի 35 սահմանափակում ունենք։ Այո, ճիշտ այդպես ունենք սահմանափակում։ Ինչի համար։ Էլի նույն պատմությունն է։ Էլի հասկանում եք, եթե էլի եմ ասում, եթե մենք անձի վիճակը ֆունկցիոնալությունը գնահատելու օբյեկտիվ համակարգ ունենանք, բոլոր խնդիրները կլուծվի։ Այսինքն 40 տարեկանը կարա լինի մայոր, չէ, կարա լինի, մենք չենք արգելում, բայց չի կարա լինի պայմանագրային շարքային զինծառայող, ինչի չի կարա լինի։ Եթե իր ֆիզիկական տվյալները բավարար են, ինչի չի կարա լինի։ Ու հետատարօրինակ է, որ մենք սրա մասին չենք բանանում, չենք խոսում։ Չնայած խոսում ենք, ընդեղ էլ ենք խոսում, բայց էլի շատ դժվար է այդ երկար կարծրացած բաների հետ։ Եկեք մտածենք բանակում էլ այդ նույնը անենք։ 40 տարեկան մարդ է, 45 տարեկան մարդ է։ Պայմանագրային զինծառայող մանավանդ 5 տարով ենք, չէ՞ մենք պայմանագրերը կնքում։ Շնորհակալություն, մենք որոշակի փոփոխության արդեն ենթարկել ենք, բայց ցեզ էլ նամակներով գիտեմ, որ դիմում են, օրինակ կար, որ 45-ը լրացել էր եւ տարիքի բերումով հնարավոր չէ ծառայության ընդունել։ Այո, նաեւ քաղաքացիներ կան, կանայք կան, որ դիմում են ոստիկանության համար էլ, բանակի համար էլ, ասում եք, գնում ենք տարիքը այդպես իրոք պարզ չի։ Հիմա եթե ոստիկանության դեպքում պարզվել է, որ սա հնարավոր է, բանակի դեպքում ինչ հնարավոր չի։ Եկեք եթե գնում ենք, արդեն կառավարությունը փաստորեն օրենսդրական նախաձեռնություն եկել հասել է կառավարության նիստ նշանակման գնում ենք, եկեք բանակում էլ նույնը անենք։ Ստեղ խնդիր է, բայց նաև հասկանանք, որ այդտեղ ռիսկը բացում ենք եւ այդ ռիսկը պետք է կառավարենք անձի ֆունկցիոնալության գնահատման օբյեկտիվ համակարգ ունենալը։ Դրանով մեր բոլոր հարցերը կլուծվեն։ Շատ լավ, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Հարց համար 29 Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի համար 1251-ը որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցազեկուցող ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյան։ Համեցեք Տիկին Սարգսյան։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ։ Օրակարգային այս հարցով առաջարկում ենք